Հայաստանում նախատեսվում է խստացնել վարժական հավաքներից խուսափելու պատիժը։ Օրենքի նախագիծը ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանն է ներկայացրել Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Ըստ նախագծի գործող նվազագույն աշխատավարձի 20-ապատիկ տուգանքը փոխարինվելու է 15-ապատիկից 30-ապատիկ տուգանքով։ Առանցքային փոփոխություններից է նաև ազատազրկման ժամկետի վերանայումը։ Այժմ նախատեսվող առավելագույն 2 տարին առաջարկվում է փոխարինել 1-ից 3 տարվա ազատազրկմամբ, կախված արարքի ծանրությունից։ Արման Սարգսյանի խոսքով անցյալում վարժական հավաքները ձևական բնույթ էին կրում, մինչդեռ այսօր իրականացվում են ըստ էության։ Պաշտպանության փոխնախարարին հակադարձել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նշելով, որ վարժական հավաքների գործընթացում դեռ շատ բան մնում է ձևական, առանց բովանդակության։ Անկեղծ լինենք, լավորի չի, որ այս վարժական հավաքները կան։ Դրա համար միշտ քննարկումների սրտացավ մասնակցում ենք, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության խնդրեմ կա, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության առաջվա 15 օրվա փոխարեն այսօր 2-3 ամիս զինվորը կանգնում է մարտական հենակետում, որ ինքնին բազմաթիվ խնդիրներ են։ Եվ թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են։ Ոչ, վարժական հավաքները բացը լրացնելու համար է։ Վաղը եթե թիվը չհերիքես մարտական հերթապահության, ավելի շատ մարդ են տանելու վարժական հավաքների, բայց այդ բոլոր խնդիրները չլուծած, տեսեք, տաքսիստը, որը գնում է վարժական հավաքի է, ստանում է այդ 180,000 դրամը, չէ որ իր ստացած այդ շահույթից շատ ավելի քիչ է, օրերս ականատեսը մի ուրիշ բանի, գործող ավականին, որ ամեն օր նիստեր է գումարում, որոշումներ է կայացնում, ավականու անդամը զորակոչվում է վարժական հավաքների, որը ինքնին, չեմ ասում ճիշտ է կամ սխալ, բայց խնդիր է,